Սիրելիներս տորթ եմ պատրաստել, ուղղակի թխելուց մոռացա ցույց տալ, նկարեի, եթե հետաքրքիր է կարող եմ ռեցեպտը գրել, նայեք ինչքան իդեալական է ստացվել, շատ լավ է ստացվել, եթե հետաքրքիր կլինի կարող եմ բաղադրատոմսը գրել, այսքանը, սա էլ կտրած վիճակում, շատ ընտիր է ստացվել, մի մասը էստեղ եմ դրել, մյուս մասն էլ էստեղ է, այն մնացածը դրել եմ, որպեսզի դնեմ սառցախցիկ։ Դա ելակ եմ դրել, սա սառցարանից եմ հանել, իդեպ ասեմ, ես որ թխում եմ, մնացած մասը կտրում դնում եմ սառցարանը, շատ հետ է գալիս, շատ իդեալական, շատ համով է լինում, իհարկե, եթե ձեր սառցարանից համ չի գալիս, մնացածը խնդիր չի, շատ լավ է լինում, նույն համը ինքը ունենում է, չի փոխվում համը, շատ լավ մնում է, նայեք, սա էլ մնացած մասն է։ Բարի օր բոլորին, եկել եմ մամայինցս տուն հյուր, խորոված ենք անում, մաղթում եմ բոլորիդ լավ օր, խաղաղ օր և ամենակարևորը անփորձանք օր, թող բոլորիդ օրը լցված լինի ուրախությամբ, երջանկությամբ և հաջողություններով լի լինի։ Սա մամայինցս վարդերն են գեղեցիկ, տեսնում եք, մագլցող վարդեր են։
Թե փողն լավ կարմիր ես տանը։ Լավ է, չէ։ Հա։ Ահա, ես արդեն տանն եմ, շատ լավ օր անցկացրեցինք մամայինցս հետ, Հարսիկիս հետ, հիմա եկել եմ տուն, որպեսզի հաց թխեմ։ Ու նաև ձեզ ուզում եմ ցույց տամ իմ ծաղիկները դաշտային, որը ինձ նվիրել է իմ եղբոր Բալիկը։ Ինքը շատ է սիրում ինձ ծաղիկներ նվիրել, միշտ ինձ ծաղիկներ է բերում տարբեր տեսակի։ Սիրելիներս, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց, ովքեր բաժանորդագրվել են իմ ալիքին։ Նաև կխնդրեի այն մարդկանց, ովքեր չեն բաժանորդագրվել, թող բաժանորդագրվեն, լայքեն վիդեոներս, որպեսզի ալիքս տարածվի և ավելի լավ ու հետաքրքիր վիդեոներ նկարեմ ձեզ համար։